Մեր քարոզաշարքը շարունակենք, վերնագրված է նշաններ, որոնք վկայում են, որ Աստված քեզ հետ է։ Սրանք բազմաթիվ նշաններից մեկն է, որ վկայում են, խոսում են, որ իրոք Աստված էս մարդու հետ է։ Մենք խոսեցինք արտասովոր փորձությունների մասին, որոնց դու ենթարկվում ես եւ հաղթանակով դուրս գալիս։ Մարդու հետ, Քրիստոսի մարդու հետ քայլելու նկատելի նշաններից մեկն էլ տարօրինակ փորձություններն են, որ իր կյանքում տեղի են ունենում։ Եվ մենք բավական երկար խոսեցինք սրա մասին ու հասկացանք, որ սա մաքրող եւ հաստատող եւ ամրացնող ուրեմն նշանակություն ունի քրիստոնյայի կյանքում։ Նաև խոսեցինք անկոտրում կամքի մասին։ Սա նույնպես վկայում է, որ մի ներքին զորություն, մի աստվածային ուժ, զորություն պահում է մարդուն։ Պահում է մարդկային տրամաբանությամբ, այս մեկը վաղուց պետք է անկած լիներ, վաղուց պետք է ոչնչացած լիներ, վաղուց պետք է տեսադաշտից հեռացած լիներ, բայց կա, գոյություն ունի, կանգնում է, արդարը 7 անգամ էլ ընկնի, դարձյալ կանգնում է։ Երբ որ մեկը Աստծո հետ քայլում է, 1000 հոգի աջ կողմից են ընկնում, 10000 հոգի ձախ կողմից են ընկնում, բայց նա միշտ ոտքի վրա է մնում։ Եվ սա վկայում է, որ այս մարդու հետ է իրոք Աստված։ Նշաններից մեկը, որի մասին խոսեցինք, դա քո առջև բացվում են, անսպասելիորեն բացվում են բարության եւ շնորհի դռները։ Անելանելի վիճակներից Աստված ինչ որ մի շնորհի դուռ է բացում քո առաջ։ Այն որ քեզ թվում է թե այլևս մութ, այլևս վերջն է, սա ամեն ինչի վերջն է, մեկ էլ հանկարծ ինչ որ մի տեղից, ինչ որ մի կերպով ոչ մարդկային տրամաբանությունից դուրս, մարդկային ուղիներից դուրս, մեկ էլ մի օրհնության, մի շնորհի դուռ բացվում է, բարության մի դուռ բացվում է։ Սա խոսում է նրա մասին, որ Աստված քեզ չի լքել։ Այո, թույլ է տվել, որ անցնես ինչ-ինչ ճանապարհներով, բայց երբեք չի լքել։ Ուստի հույսդ մի կորցրու, Տեր Հիսուս քեզ հետ է։ Մարդիկ ձգտում են դեպի քո ներքին լույսը։ Սրա մասին էլ խոսեցինք։ Հիշում եք, նշաններից մեկը, որ վկայում է, որ Քրիստոս քեզ հետ է քայլում, Աստված քեզ հետ է, դա նկատելի է, երբ տեսնում ես, որ իրոք մարդիկ ձգտում են դեպի քո ներքին լույսը, ներսի լույսը։ Հիմա մարդիկ կան, որոնք ձգտում են դեպի մարդու գրպանի փողը։ Մարդիկ կան, որոնք որ ձգտում են դեպի մարդու փառքը։ Գիտես, ուզում են այդ փառքի կողքը, այդ փառավորվածի կողքը, այդ մեծարվածի կողքը, այդ ծափարվածի կողքը իրենք էլ Երևան, որ այդ փառքից նշունել ընկնի նաև իրենց վրա։ Կա, չէ՞, ինչի հետ ուզում ես նկարվես, այն ինչի հետ ուզում ես նկարվես, չէ՞ որ տեսեք ում հետ եմ նկարվել, ում հետ եմ տալիս առնում, ով է իմ շրջապատը եւ այլն, հա, բայց սա ներքին լույսի մասին է խոսքը, ոչ թե գրպանի լույսի մասին է խոսքը, որտեղ այդ գրպանի եղածն էլ է մեկ-մեկ լույս տալիս, բայց այս լույսը շուտ խամրող լույս է։ Սա ներքին լույսի մասին է, սա Քրիստոսի ներկայության մասին է եւ տեսնում ես, որ մարդիկ ձգտում են դեպի այդ անձը, պարզ մարդ, պարզ հասարակ, չգիտեմ, չեմ ուզում որևէ մեկ մասնագիտություն բարձր եւ ցածր ուրեմն գնահատել, բայց կարող է, չգիտեմ, ինչ որ մի հիմնարկությունում պարզ մակրող է, այնտեղ մակրուհի է, մակրություն է անում, բայց երբ որ Քրիստոս այդ մարդու հետ է, իր շրջապատը, այդ աշխատակիցները ձգտում են դեպի այդ կինը, ուզում են շփվել, ուզում են զրուցել, ուզում են հետը երկու բառ ավել խոսել, ինչու որովհետև ներսը լույս է կրում, ներսը լույս է կրում, զարմանալիորեն նրա տնօրենը իրեն շատ է սիրում, շատ է սիրում, վաղուց իրեն գործից պետք է հանած լիներ, թոշակի է անցել, էս է, այն է, եւ այլն, բայց ներսը մի հատ լույս կա, ներսը մի հատ լույս կա, որ մարդիկ չեն ուզում բաժանվել այդ լուսավոր մարդուց, չեն ուզում բաժանվել, ամեն կերպ պահում են, ի ռիսկ, իրենց աշխատանքը ռիսկի դնելով պահում են, մենք տարիներ առաջ միտեղ պաշտամունքներ էինք անում, մերը չէր դալիճը, պետական հաստատություն էր, տարիներ շարունակ այդտեղ պաշտամունքներ էինք անում, մեր այդ հիմնարկության տնօրենը, չասեմ անուն չտամ եւ այլն, այդ հիմնարկության տնօրենը, որ ոչ մեր եկեղեցու անդամ էր, ոչ բացահայտ հայտարարում էր, որ ինքը վերստին ծնված հավատացյալ է, ոչ։ Բայց այս մարդը մեզ համար գրեթե 10 տարի պետական մարմինների հետ կռիվ արեց,
պետական մարմինների հետ կռիվ արեց, միջև անգամ անվտանգության, ազգային անվտանգության ծառայության սպայերի հետ։ Խնդիրներ ունեցավ, խնդիրներ ունեցավ, մեծ դժվարություններ ունեցավ, բայց ամեն կերպ պահեց մեզ այնտեղ։ Եվ ասեմ, մենք փողի աղբյուր չենք իր համար։ Դες կյանքում չեմ մոռանա իրեն։ Լավ մի օր հարցրեցի, ինչի ես գնում այդ ռիսկերի։ Դու քանի անգամ ԱԱՑ-ից եկել են նստել են իր գրասենյակ, խես թողնում ես մարդիկ գան այստեղ։ Ինչ ես թողնում։ Պատասխանել էր, ասել էր, որ դուք լսեք իրենք ինչ են խոսում։ Ինչ են դաստիարակում մարդկանց մեջ։ Մատաղ սերունդին ինչ են սովորեցնում։ Դուք կնպաստեք, որ իրենք ամեն տեղ այսպիսի անկյուններ ունենային։ Այդպես մարդիկ գալիս են դեպի ներքին լույսը։ Վկայություններից մեկը, որ Աստված քո կողմն է, անցյալ կիրակի խոսեցինք դրա մասին, այսօր կշարունակենք ճիշտ այս կետի շուրջ խոսել, ինչպես խոստացել էի։ Քանի որ թեման մի քիչ ծավալուն էր, երկու կիրակի կհատկացնենք սրան։ Անցյալ կիրակին եւ այս կիրակին։ Դու կեղծն ու կեղծավորին շուտ ես նշмарում։ Սա նույնպես այն ակնառու նշաններից մեկն է, որ վկայում է, որ Աստված էս մարդու հետ է։ Նա զարմանալիորեն նկատում է, նշмарում է այն, ինչ ուրիշները չեն նկատում, չեն նշмарում։ Այն է կեղծը, սուտը, կեղծավորը։ Հովանես Առաքյալ իր առաջին նամակի մեջ 5-րդ գլխում 19-ից 21 համարներում ասում է. Գիտենք, թե մենք Աստծուց ենք ու բոլոր աշխարհ չարի մեջ է։ Գիտենք, թե Աստծո որդին եկավ ու մեզ կարողություն տվավ, որպեսզի ճշմարիտը ճանաչենք։ Մենք այն ճշմարտության մեջ ենք իր որդին Հիսուս Քրիստոսին մեջ։ Անիկա է ճշմարիտ Աստվածն ու հավիտենական կյանքը, հալելույա։ Որդյակներ, ինքզինքնիդ կուրքերեն պահեցեք։ Ամեն։ Մենք ճշմարիտի մեջ ենք իր որդի Հիսուս Քրիստոսին մեջ։ Եվ այդ փաստի ակնառու նշաններից մեկը այն է, որ նա տալիս է քեզ կարողություն ճշմարիտը ճանաչելու։ Կուզեք մի հատ նորից կարդամ, ուշադրություն դարձրեք։ Գիտենք, թե մենք Աստծուց ենք ու բոլոր աշխարհը չարի մեջ է։ Գիտենք, թե Աստծո որդին եկավ ու մեզ կարողություն տվեց, որպեսզի ճշմարիտը ճանաչենք։ Մենք այն ճշմարիտի մեջ ենք իր որդին Հիսուս Քրիստոսին մեջ։ Նա է ճշմարիտ Աստվածն ու հավիտենական կյանքը։ Որդյակներ, ձեզ պահեք կուրքերից։ Նախ Հովանես Առաքյալը հայտարարում է, որ մենք ասում է Աստծուց ենք։ Մենք Աստծուց ենք եւ բոլոր աշխարհը չարի մեջ է։ Նրանք, ովքեր որ Քրիստոսում են, նրանք Աստծուց են։ Եվ ասում է ամբողջ աշխարհը չարի մեջ է։ Այս հայտարարությունը անում է Հովանես Առաքյալը, քանի որ մեզ հայտնի աշխարհը սատանայի տիրապետության տակ է գտնվում։ Աստված աշխարհը հանձնեց Ադամին, նրան իշխանություն տվեց ստեղծագործության վրա։ Սատանան խաբեությամբ տիրացավ այդ իշխանությանը։ Երբ որ գայթակղեցրեց Ադամին, հրապուրելով նրան եւ Եվային, պտղի գեղեցկությամբ, համով, քաղցրությամբ,
պտուղը իր մեջ մեղք չէր պարունակում։ Սակայն այդ գործողությունը եւ այդ ցանկությունը, որը ծնվեց նրա սրտում եւ ի գործ դրվեց, այն անհնազանդության քայլ էր Աստծո դեմ։ Ողբերգության մեծությունը ոչ միայն կայանում էր նրանում, որ Ադամը անհնազանդ գտնվեց Աստծուն, ողբերգության մեծությունը ոչ միայն կայանում էր նրանում, որ Ադամը մեղք գործեց եւ զրկվեց դրախտից, եդեմական պարտեզից, ողբերգության մեծությունը ոչ միայն կայանում էր նրանում, որ մեղքի որպես հետևանք Ադամը մահացավ, ողբերգության մեծությունը կայանում էր նաեւ նրանում, որ դիվային աշխարհը Ադամի միջոցով ճեղք բացեց դեպի այն տիրապետության ոլորտ, որի իշխանը մարդն էր։ Գրավելով մարդու միտքն ու սիրտը, նա մուտք ունեցավ այն ոլորտ, որի վրա իշխան էր կարգված մարդը։ Եվ Հիսուս սատանային կոչեց այս աշխարհի իշխան։ Ուստի Աստծուց եղողները ապրում են մի միջավայրում, որը սատանայի տիրապետության տակ է, սատանայի իշխանության տակ է։ Շատ կարևոր հատկություն, որ Աստված տալիս է իր զավակներին, այն է ճանաչել ճշմարտությունը։ Ինչու՞։ Որովհետև դու որպես Աստծո զավակ, ես որպես Աստծո զավակ, ապրում ենք մի միջավայրում, որտեղ համատարած իշխում է սուտն ու կեղծիքը։ Նա մեզ տվեց կարողություն, ասում է, ճշմարտությունը ճանաչելու։ Նախ հայտարարում է, որ այդ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսն է։ Դու չես կարող ճանաչել ինչն է ճիշտ, ինչն է սուտ, ով է ճիշտ, ով է կեղծ, եթե դու չես ճանաչում Հիսուս Քրիստոսին։ Մոռացիր։ Սուտն ու կեղծիքը ճանաչելու համար, ճիշտն ու սխալը ճանաչելու համար նախ պետք է ճանաչես ճշմարտությունը։ Իսկ ճշմարտությունը խոսք չէ, բառ չէ, երևույթ չէ, ծառ չէ, քաղաք չէ, պետություն չէ, իշխանություն չէ, ճշմարտությունը անձ է։ Հիսուսն ասաց. ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը։ Ուրեմն ճշմարտությունը անձ է եւ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսն է։ Նախքան կճանաչես սատանայի սուտն ու կեղծիքը, կճանաչես այն ինչ որ Աստվածանից է, որպես ճշմարտություն, նախ պետք է ճանաչես ճշմարիտին, որն է Քրիստոս Հիսուսը։ Երբ որ ճանաչես ճշմարիտը, երբ որ կընդունես ճշմարիտը, երբ որ դու կապրես ճշմարիտի մեջ, ճշմարտության մեջ եւ ճշմարտությունը քո մեջ, այն ժամանակ դու կունենաս այդ կարողությունը ճանաչելու նաեւ այն սուտն ու կեղծիքը, որը շրջապատում է քեզ, այսինքն աշխարհը։ Աշխարհն ասելով ես նկատի չունեմ ծառը, թուփը, կենթանական աշխարհը, այլ այն դիվային ներգործությունները, որոնք որ շրջապատում են մեզ։ Եվ սա կարևոր հատկություն է։ Կարևոր է, որովհետև հավատացյալի համար իր կյանքը դա մարտադաշտ է։ Քրիստոնյայի համար հավատքի կյանքը պատերազմ է։ Մի հավատացեք այն կեղծ քարոզներին, որ Քրիստոս եկավ, որ քո գլխի տակը փափուկ բարձ տնի, որ դու օրհնվես, որ դու տենց լավ ապրես, տենց սիրուն ապրես, տենց ամեն ինչ քո կյանքում լավ լինի, օրհնված լինեք, պուպուշ լինես դու, հա, սիրուն ամեն ինչը տեղը տեղին լինի, բարձիկներդ, բանը, չգիտեմ, ոսկի ունենաս շատ, այս ինչ ունենաս, եկավ Հիսուս, այս շատ քեզ օրհնեց, այդպես է։ Տեր Հիսուս օրհնել է ինձ Ամերիկայա տարել, բան, այսպես։ Մի հավատացեք այդ կեղծ սուտ լոզունգներին։
Հավատացյալի կյանք իրականում պատերազմ է։ Պատերազմ է ստի, կեղծիքի դեմ։ Հիսուս սատանային կոչեց ստության հայր։ Եթե դու պատերազմ ունես դիվային աշխարհի դեմ, դու պետք է ճանաչես սուտը։ Չէ՞։ Ինչ գիտենք Աստված մարդու հետ է։ Մենք տեսնում ենք, այս մարդը կարողանում է զանազանել սուտը, կեղծը, կեղծիքը, կեղծավորը, թե ոչ։ Որտեվ հոգին ունեցողը զանազանում է։ Քրիստոսի հետ քայլողը զանազանում է։ Որդյակներ ասում են, ինքնիդ կուրքերն պահեցեք։ Եթե այս մարդը տեսնում ենք իր կյանքում կուրքեր ունի, հասկանում ենք, որ այս մարդը կեղծ ու սուտը չի կարողանում զանազանել, որտեղ իր կյանքում կուրքեր ունի։ Ինչ կարծում եք հավատացյալները չունեն կուրքեր իրենց կյանքում։ Ունեն լիքը։ Այդ կուրքերը պարտադիր չէ նախկինի պես քանդակված քարե արձանիկներ լինեն կամ փայտե արձանիկներ։ Այդ կուրքը կարա քո եսը լինի, կարա քո էգոն լինի, կարա քո հպարտությունը լինի, կարա քո գեղեցկությունը լինի, այդ կուրքը կարա քո փողը լինի, կարա քո դիրքը լինի, կարա քո պաշտոնը լինի, այդ կուրքը կարա քո ծնողը լինի, այդ կուրքը կարա քո հարուստ բարեկամը լինի, այդ կուրքը կարա քո կուսակցության ղեկավարը լինի, այդ կուրքը կարա ամեն ինչ կարան, այդ կարա երեխատ լինի քո կուրքը։ Ինչը որ Աստծուց ավելի շատ ես սիրում, այն էլ քո կուրքն է։ Ում որ հնազանդվում ես, ում որ մեծարում ես, ում որ պաշտում ես, այդ էլ քո կուրքն է։ Ես Մեսսին շատ եմ սիրում, ահավոր շատ։ Ինձ համար պատմության լավագույն սպորտսմեններից մեկը, եթե ես 5 մատս պետք է ծալեմ, անպայման Մեսսին մեջն է։ Ոչ թե ֆուտբոլիստ միայն, այլ որպես հեղափոխություն արած ֆուտբոլիստ, այլ սպորտսմեն։ Իսկն այս տղան իր խաղով 20 տարի մոտավորապես խաղում է, շատ աշխարհի միլիոնավոր պատանիների մեջ փափակ ծեր դրեց սպորտի հանդեպ։ Այդ նշանակում է լիքը երեխա կտրվեց փողոցի խուժան կյանքից, կտրվեց նարկոտիկներից, կտրվեց անառողջ կյանքից, լիքը վատ բաներից, հարբեցողությունից եւ այլն, այս վատ ճանապարհներից կտրվեց իսեր այդ սպորտի, որը որ Մեսսին իր խաղով, իր տեսակով դրեց մարդկանց մեջ։ Երեք Մեսսին գնացել էր Հնդկաստան հանդիպելու իր բազմամիլիոնանոց երկրպագուների հետ։ Ուրեմն Կալկատա կարծեմ քաղաքում մեծ ֆուտբոլային ակումբում վաճառվել են տոմսեր։ Հիմա իրանց գումարը չեմ վերածել դոլարի, բայց բավական թանկ տոմսեր են վաճառվել։ Ուրեմն ստադիոնը լեփ-լեցուն 80,000 հանդիսատեսով, 80,000 հանդիսատես հավաքվել էին տեսնելու իրենց սիրած սպորտսմենին, ես նայել եմ կադրերը, Մեսսին մուտք է գործում ֆուտբոլի դաշտ, ասեմ որ խաղ չկա։ Ֆուտբոլային խաղ չկա։ 80,000 մարդ հանդիպել է իր կուրքի հետ, ուզում է հանդիպի իր կուրքի հետ, հենց այդպես։ Հիմա կասեմ ինչու։ Այդպեսի գնահատական եմ տալիս։ 80,000 մարդ։ Մեսսին մուտք է գործում ֆուտբոլի դաշտ։ 80,000 հոգի ուզում է տեսնի Մեսսին, բայց չի կարողանում տեսնել։ Գիտեք ինչու։ Որովհետև նրա կողքը քայլում էին թիկնապահներ, մի քանի թիկնապահներ, բայց թիկնապահները հերիք չէին, նաև այդ քաղաքի մեծահարուստների տղեկ, բոլորը Մեսսի հետ քայլում են ֆուտբոլի դաշտում։ Ուրեմն ստացվում է ինչ։ Այդ 80,000 հոգին, որ վճարել են, որ գան իրենց կուրքին տեսնելու, չեն կարողանում տեսնել։ Որովհետև այնքան մարդ է իր 4 կոմա հավաքված, որ չեն տեսնում իրեն։ Մեսսին խաղադաշտում լինում է ընդամենը 20 րոպե։ Այսինքն 20 րոպե դաշտում գնում է մի քիչ այն կողմ, գնում է մի քիչ այն կողմ, գնում է այն կողմ, բայց ոչ մեկ չի տեսնում իրեն։ Որովհետև շուրջը լիքը մարդիկ են հավաքված, այդ հարուստները, բան եւ այն, ով որ կանալ ունի, ծանոթ ունի, միջոց ունի, այս կողքը դաշտում քայլում է, այդ 80,000 հոգին գժվում է։ Գժվում սկսում են ամբողջ այդ մարզադաշտը
կոտրել, փշրել։ Ավիրում են, ջարդում, փշրում, քանդում, հազիվ մեսին տանում են խեղճին ընդեղից։ Ասում է կուրքեր մի շինեք կուրքեր։ Ես եմ մեսի խաղի, մեսի տեսակի մեծ երկրպագու բառը չօգտագործեմ, որ անկարծ կրոնական երանգ չտակ դրան։ Բայց եթե նա քո կուրքն է, կտած կջարդես, կփշրես, եթե քո երազանքը չիրականացավ, բայց եթե նա քո կուրքը չէ, ճիշտ է, քեզ խաբված ես զգում։ Լիքը բաներ, բայց դուրս չես գալիս քո բարոյականության նորմերից, սահմաններից դուրս չես գալիս։ Մնում ես քո չափերի, քո սահմանների մեջ։ Նույնպես էգոտ, եթե քո էգոն, քո եսն է քո կուրքը, չէ՞։ Եթե մեկը հանդգնում է եսիդ դեմ քայլեր ձեռնարկել, դուրս ես գալիս քո բարոյականության, քո հավատքի սահմաններից ու սկսում ես ձայնիդ այլ տոնայնություն հաղորդել, խոսքիդ այլ որակ հաղորդել, բազուկներիդ այլ դրսևորում ցույց, չէ՞, ազատություն տալ։ Երբ որ կուրքիդ են կպնում։ Եվ այսպես շարունակ։ Ուստի ասում եմ, որդյակներ, ինքզիկնի կուրքերից ազատեցեք։ Սա խոսում է նրա մասին, որ ճանաչեք կեղծը, ճանաչեք սուտը, ճանաչեք այն ինչը, որ Աստծուց չի, եւ ազատեք ձեզ ստից, կեղծիքից։ Ինչու համար։ 3 պատճառներ, որին ուզում եմ այսօր անդրադառնալ։ Ինչու համար։ Առաջին, այն կարևոր է անվտանգ եւ ապահով ընթացքի համար, հոգեվոր ընթացքի համար։ Ինչու համար է կարևոր այս զանազանությունը, այս տարբերակումը, որի մասին խոսում է առաքյալն, ասում է, որ ճանաչեք։ Եբրայեցիս նամակի մեջ էլ ասում է, որ կաթնակերը չի կարողանում զանազանել, բայց հոգևորը, հասուն հավատացյալը իր արդեն ներքին զգայարաններով կարողանում է ճանաչել, տարբերակել։ Ինչու է սա կարևոր։ Այն կարևոր է անվտանգ եւ ապահով հոգևոր ընթացքի համար։ Ամեն բանից առավել մենք պետք է կարևորենք մեր հոգևոր կյանքը, մեր հոգևոր ընթացքը, հոգևոր ճանապարհը։ Եվ այս ճանաչողությունը, այս զանազանությունը, սուտը, կեղծիքը, խաբեությունը, չարը, որ շրջապատում է մեզ, շատ կարևոր է մեր անվտանգության համար, մեր հոգևոր անվտանգության համար, հոգևոր ապահովության համար, հոգևոր պաշտպանության համար։ Որովհետև փորձությունները շատ են, գայթակղությունները շատ են, սուտը շատ է, մոլորությունը շատ է, խաբողները շատ են։ Եվ կարևոր է սա։ Կարևոր է այս հատկանիշը, սիրելիներ, մի անտեսեք այն, ճշմարտությունը ճանաչել, ինչի մասին ասում է առաքյալը, որպեսզի ասում է կարողություն տվեց մեզ, որպեսզի ճշմարտը ճանաչենք։ Սա կարևոր է, ճշմարտը ճանաչենք, որպեսզի հեռու մնանք կեղծիքից, հեռու մնանք ստից, հեռու մնանք կուրքերից։ Առակաց 14-15-ն ասում է. Ասում է միամիտ մարդը ամեն խոսքի կհավատա, բայց խելացին իր քայլերը կքննե։ Միամիտ մարդը ամեն խոսքի հավատում է, բայց խելացին իր քայլերը քննում է։ Խելացին ճշմարտությունը ճանաչողն է։ Ճշմարտությունը ճանաչողը ամեն խոսքի չի հավատում։ Ոչ թե ներշնչված հավատքով այսպես քայլում է։ Ով ինչ ասեց հավատում է եւ քայլում է այդ ուղղությամբ, այլ քննում է իր քայլերը։ Ինչպես է քննում իր քայլերը։ Քննում է չափման միավոր ընդունելով ավետարանը, ճշմարտությունը։ Բայց ինքն էլ լավ է, ինքն էլ Աստծուց խոսում, ինքն էլ Հիսուսից խոսում։ Լավ է, բայց ես ամեն խոսքի չեմ հավատում։ Նա, որ Քրիստոսի հետ քայլում է, նա ամեն խոսքի չի հավատում։ Թվում է, թե հավատացյալը պետք է հավատա, բայց չի հավատում։ Ճշմարիտ հավատացյալները անհավատը պետք է լինեն։
Հասկանում եք միտքս։ Որովհետև սուտն ու կեղծիքը այնքան շատ է, որ նա ամեն խոսքի չի հավատում։ Այդ ճշմարիտ հավատացյալները այսպես են զանազանվում, որ նրանք ամեն ասացին ամեն չեն ասում։ Ամեն քարոզի ամեն չեն ասում, հələ մի հատ ամեն չէ, մի քանի հատ ամեն են ասում։ Ամեն, այսպես բան կա ինչ որ տենդենս կար, տարիներ առաջ սկսվեց, հələ մի քիչ մնացել է տակը։ Ինչին ամեն։ Ես նայում եմ սոցկայքերում, կներեք արտահայտությանս համար ով ինչ հիմարություն դուրս է տալիս, տակը ամեն գրում են։ Ինչին ամեն։ Մի հատ հələ այդ ասածը, մի հատ խոսքի հետ համեմատի, մի հատ Քրիստոսում տես, դա ճշմարիտ չի, նոր քո ամենին արժանացածը դա։ Քրիստոսի հետ քայլողը չի կարող քայլել ամբողի հետ։ Չի կարող քայլել։ Որովհետև նա ճշմարտությունը ճանաչում է, իսկ աշխարհը ստի մեջ է։ Նա պարտավոր է քննելու եւ զանազանելու կեղծիքը, սուտը, կեղծավորը եւ ճշմարտությունը։ Միամիտ ամեն խոսքի հավատում է։ Հավատացյալ ժողովրդի իրա փող են շինում, իրանք դա չեն հասկանում։ Չեն զգում։ Հավատացյալ ժողովրդի դարձրել են իրանց ոտքի տակ աստիճան դեպի վերևներ բարձրանալու, չեն զգում, ժողովուրդը չեն զգում։ Մարդիկ չեն զգում։ Հավատում են, հա, ինչ լավն է, ասենց, այսպես։ Միամիտ։ Հավատացյալ ժողովրդի հոտի, եկեղեցու, համայնքի շնորհիվ մարդիկ ավելի լավ կյանքի ձգտելով գնում են Ամերիկա, հավատացյալ ժողովուրդ հարցունքներով ճանապարհում է։ Ու մեկը չի ասում, այմար դու հովիվ ես, չէ՞։ Հոտը տուն ես թոնում գնում ես։ Համայնքը տուն ես թոնում գնում ես։ Եթե մի քիչ պատմությունը լավ իմանանք, կտեսնենք Հռոմում Պետրոսը, երբ որ Հռոմի եկեղեցին հալածանքների մեջ էր, տեղի եղբայրները Պետրոսին ասացին, ըստ ավանդության, Պետրոսին ասացին, գնա դուրս արի քաղաքից։ Դու դեռ պետք ես Աստծո ժողովրդին։ Թող մենք կմեռնենք այստեղ։ Դու դուրս արի, պետք ես, հլա մեծ եկեղեցուն, տեզերական եկեղեցուն պետք ես դու Պետրոս։ Պետրոսը շփոթմամբ հավատաց այդ խոսքին, ասում է դուրս եկավ։ Իսկ միջ Հռոմից դուրս էր գալիս ճանապարհին, տեսավ Քրիստոսն է իրեն ընթառաջ գալիս։ Եվ ասում է. Տեր, յո երթաս։ Ուր ես գնում։ Տերն ասում է. գնում եմ Հռոմ։ Գնում եմ Հռոմ, զավակներիս հետ լինեմ։ Գնում եմ Հռոմ, էլի եմ մեռնելու։ Իրանց հետ մեռնելու։ Պետրոսը հասկանում է, որ թողել է իր հոտը, իր կաշին է փրկում այդ նեղության մեջ ու գնում է, հետ է վերադառնում, հասկանում է ինչ ասում Տեր Հիսուս։ Այսօր փափուկ աթոռների վրա նստած, այսպես գեղեցիկ ծովային մթնոլորտում բան դրսերից սիրուն հոգևոր դասեր են տալիս Հայաստանի հավատացյալներին։ Հավատացյալներն էլ ամեն խոսքի հավատում են։ Ամեն եղբայրս ամեն։ Այդ ճշմարիտ եղբայրը հետը այդ նեղության ճամփան քայլում է։ Դժվարությունների ճանապարհը քայլում են, հետը միասին գնում են, չեն լքում իրենց պոստը, իրենց դիրքը։ Հասկանում եք միտքս։ Տերը կանչել է, ոնց կչափես։ Ոնց կտեսիլ եմ տեսել։ Սուտ մի խափի միամիտներին կխափես, այն որ գրած է, ինչ էր ասում։ Միամիտները ամեն խոսքի հավատում են։ Էդի միամիտների համար այդ խոսքը։ Տիրոջ հետ քայլողին չես կարող խափես։ Ու այսպես, ու չգիտես ինչու Տերը բոլորին կանչում է, օրինակ, լավ երկրներ, էլ այսպես, ապահով, լավ, կայացած, ամեն տեղ էլի, լավ աշխատավարձով երկրներն են, հիմնականում գնում բոլորը։ Ու միամիտները փառքես Տեր Հիսուս, փառքես։ Բայց խելամիտ մարդը, խելացի մարդը իր քայլերը քննում է։ Ինչ է նշանակում քննում է։ Քննում է արդարության խոսքի համեմատ է իր քայլերը թե ոչ։ Աստծո կամքի համեմատ իր քայլերը թե ոչ։ Կարևոր է զանազանության շնորհը, որպեսզի հավատացյալը չընկնի խաբեության ծուղակները, որոնցով լի է այս աշխարհը։ Ցավոք նաև հոգևոր աշխարհը,
Մոլորությունները շատ են։ Գաղատացիս նամակի մեջ, սա գրանցեք խնդրում եմ, Գաղատացիս 3:1-5, ով անմիտ գաղատացիներ, ով ձեզ հրապուրեց, որոնց աչքերուն առջև Հիսուս Քրիստոսը ձեր մեջ խաչը ելած նկարագրվեցավ։ Ասիկա միայն կուզեմ ձեզի հարցնել, օրենքին գործերովը դուք հոգին առակ, թե հավատքին լսելովը։ Որ չափ անմիտ եք, հոգով սկսեցիք, հիմա մարմնով կվերջացնեք։ Այն չափ դիպվածները պարապ տեղը ձեր վրա անցան, եթե պարապել լայնալ։ Ուստի նա, որ ձեզ հոգին բաշխեց և ձեր մեջ զորություններ գործեց, օրենքի գործերով էր, թե հավատքին լսելով։ Պողոս առաքյալի քարոզչությունից հետո կեղծ սուտ եղբայրներ եկան Երուսաղեմից Գաղատիա և սկսեցին ուրիշ բաներ քարոզել։ Սկսեցին Գաղատիայի հեթանոսությունից քրիստոնեություն եկած մարդկանց, հավատքի եկած մարդկանց ասել, որ ձեր հավատքը քիչ է։ Նաև պետք է օրենքը պահեք։ Պետք է թլպատվեք, պետք է օրենքի գործերը գործեք։ Հրեության դավանանքը պետք է պահպանեք, եթե ուզում եք փրկվել։ Ու մարդիկ Գաղատիայի շատ հավատացյալներ սկսեցին մոլորվել։ Հիմա առաքյալն ասում է անմիտ գաղատացիներ, ով ձեզ հրապուրեց։ Որ ձեր աչքերի առաջ Հիսուս Քրիստոսը խաչված նկարագրվեցավ։ Ձեր աչքի առաջ այնպես ներկայացվեց Քրիստոսը, կարծես թե հենց ձեր աչքի առաջ էր այն տեղի ունենում։ Եվ Սուրբ Հոգին դուք օրենքի գործերով ստացաք, թե հավատքով ստացաք, որի նշանները վկայում են, որ ընդունել եք այդ Հոգին։ Եվ այն հրաշքներն ու զորությունները, որ ձեր աչքի առաջ տեղ ունեցավ, միթե դրանք վկայություն չէին այն ամենի, որի փրկությունը հավատքով է եւ ոչ թե օրենքի գործերով։ Բայց անմտությունը կայանում է նրանում, միամտությունը կայանում է նրանում, մարդիկ, որոնք որ այդ զանազանելու, տարբերակելու շնորհը չունեն, կամ միամտորեն հավատում են ամեն մեկի խոսքին, որ իրենց աչքի տեսածը, իրենց վերապրածը կարող է իրանց համար այդքան արժեք չունենա, քան թե ինչ որ մեկի, ինչ որ մի մոլորեցուցիչի լավ, քաղցր, մատուցված խոսքը։ Լսում եք ժողովուրդ։ Ասում է ով ձեզ հրապուրեց, նշանակում է գրավեց, չէ՞ ինչ որ քաղցրությամբ, ինչ որ կերպերով կարողացավ նրանց ճշմարտությունից շեղել։ Այն աստիճան կարողանում են խաբել, կեղծել, որ մարդիկ, որոնք իրենց աչքով կարծես թե տեսան Քրիստոսը խաչված, այդպես նկարագրվեցավ Քրիստոսը։ Սուրբ Հոգու շնորհներն առնելով, Սուրբ Հոգու զորությունը առնելով, Սուրբ Հոգին առան հավատքով եւ ոչ թե օրենքի գործերով, ու դրա ակնհայտ վկայությունները կային, եւ Աստծո հրաշքների ականատես եղողները կարողանում են մոլորվել մեկի հրապուրանքով, մեկի մոլորեցնող, խափող քարոզներով ու խոսքերով։ Մոռանում են իրենց մկրտությունը, մոռանում են իրենց ապաշխարությունը, մոռանում են իրենց ձեռնադրությունը, մոռանում են իրենց բասակադրությունները, մոռանում են այն հրաշքներն, այն արդյունքները, որ թափել են Տիրոջ տան մեջ, մեկի հրապուրանքով կարողանում են մոլորվել հեշտությամբ։ Մոռանում են նրանց, ովքեր որ իրենց կյանքի նեղ օրերին, դժվար օրերին, ծանր օրերին, երբ որ հացի կարոտեն իրենց կողքը կանգնած են եղել, մոռանում են դրանց, մեկի քաղցր խոսքերով հրապուրված թողնում են իրենց ճամփան, իրենց ուղին, իրենց հավատքը, իրենց եկեղեցին, իրենց հովվին, իրենց հավատացյալ քույրերին, եղբայրներին եւ վերջապես ճշմարիտ հավատքի ուղին։ Հասկանում եք, չէ՞ ինչի մասին է խոսքը, ժողովուրդ։ Ուստի սա կարևոր շնորհ է, որ մենք պետք է ունենանք, որը որ Քրիստոսի մեջ ապրելու հետևանք է։ Առաջին Հովանու 2-րդ գլուխ 26 եւ 27 ասում է. այս բաները գրեցի ձեզ մոլորեցնողների համար, որպեսզի այն օծությունը, որ դուք իր մեջ ընդունեցիք, ձեր մեջ մնա, պետք չէ, որ մեկը ձեզ սովորեցնե, արդեն նույն օծությունը ձեզի կսովորեցնե ամեն բան, որ ճշմարիտ է եւ սուտ չէ, ինչպես անիկա ձեզ սովորեցրեց, անոր մեջ կեցեք։
ամեն։ Այս բաները ձեզ գրեցի ինչու համար։ Այս բաները ձեզ գրեցի ձեզ մոլորեցնողների համար, որովհետև այդ աշխարհը որ ասում եմ չար է, մոլորությունը շատ է այնտեղ, խաբեությունը շատ է, եւ այս ամեն ինչ ասում է ձեզ գրեցի ձեզ մոլորեցնողների համար, որ զգուշ լինեք, որ իմանաք եւ արդեն այն օծությունը, որ կա ձեր մեջ, այդ օծությունը ձեզ պիտի պահի։ Նրա մեջ կեցեք։ Երբ ենք մոլորվում, երբ որ այդ օծության մեջ չենք մնում։ Երկրորդ Ինչու համար է կարևոր այս զանազանության շնորհը, այս տարբերակելը, այս նշмарելը կեղծն ու կեղծավորը, որովհետև այն օգտելու է քեզ դառնալ ավելի պիտանի մեկը, Աստծո եւ մարդկանց համար։ Այն օգտելու է քեզ դառնալ ավելի պիտանի մեկը Աստծո համար եւ մարդկանց համար։ Աստված ուզում է, որ դու ավելի պիտանի մեկը լինես։ Դրա համար Աստված ուզում է, որ դու զանազանես կեղծն ու կեղծավորը։ Մի հետաքրքիր համար կա գրված Առակաց գրքում, կուզեք կարդամ ձեզ համար։ Առակաց 25, 4 եւ 5 համարները։ Լսեք։ Վերցուր արծաթեն կղկղանքը ու ոսկերիչին համար մաքուր անոթ կելը։ Վերցուր թագավորին արջևեն ամբարիշտը ու անոր աթոռը արդարությամբ կհաստատվի։ Հասկացանք մի բան։ Թե չէ։ Մի հատ էլ կարդամ։ Ուշադիր եղեք, մտքով ուրիշտեղ մի եղեք, կհասկանանք։ Վերցրու արծաթեն կղկղանքը։ Հեսա կասեմ ինչա կղկղանք։ Ու ոսկերիչին համար մաքուր անոթ կելը։ Վերցուր թագավորի արջևեն ամբարիշտը եւ նրա աթոռը արդարությամբ կհաստատվի։ Արծաթի վրայից հանի վերցրու մաքրի կղկղանքը։ Կղկղանք նշանակում է կեղտ, նշանակում է արտաթորանք, նշանակում է արտադրության մնացուկ, նշանակում է տականք, տականք բառը գիտեք, գիտենք չէ, տականք հենց էդ է, այն հոգևոր իմաստով նաև նշանակում է անարգ մարդ, սա բացատրությունն է, եթե գրեք օրինակ բացատրություն կղկղանք բառի, կբերի, նաև անարգ մարդ, արծաթը որոշակի մշակումների պետք է ենթարկվի կրակի տակ, ուժեղ թեժ կրակի տակ, և մեջից դուրս է գալիս ու վրայից դուրս է գալիս այդ արտադրության կամ մեջի թափոնը, հողը, հողային մասնիկը, այլ մետաղական մասնիկներ, որոնք որ անարժեք բաներ են, ոչինչ են դրանք աղբ են, աղտ են, և հիմա ասում է վրայից վերցրու դա, հանիր դա, ուրեմն կրակի վրա պահելով մեջից է դուրս գալիս և դրսից է դուրս գալիս, սա նշանակում է կեղծն ու կեղծավորը ոչ միայն պետք է ճանաչենք դրսում, այլ կեղծիկն ու կեղծավորը պետք է ճանաչենք նաև մեր մեջ։ Եթե ուզում ենք մենք Աստծո առաջ պիտանի անոթ լինենք, մեր միջից պետք է հանենք կեղծն ու կեղծավորին։ Նախ մեր մեջ, մաքրությունը պետք է սկսվի մեր մեջ, մեր միջից։ Ու այդ արդյունքին հասնելու համար հաճախ կրակի տակ պետք է լինենք, կրակի մեջ պետք է լինենք։ Կյանքի նեղություններն են, դժվարություններն են, այ որ մեր ինքնաճանաչության գանք։ Ոչ թե մենակ ճանաչենք աշխարհը, շրջապատի կեղծը, կեղծիքը, խաբեությունները, աշխարհի մեջ ինչեր կան, մենք լավն ենք, բոլորը վատն են։ Չէ, նախ մեր մեջ։ Ասում ես Աստծո առաջ պիտանի մեկը լինես, մի հատ նայ մեջդ ինչ կա։ Այդ կյանքի նեղությունները մի համարի որպես դժբախտ կամ ծանր շրջանակ կյանքի կանցնի։ Չէ, դա պատահական չի լինում։ Այդ նշանակում է մեջս կարող է բաներ կա պիտի մաքրվի։ Ներսս բաներ կա պիտի մաքրվի, որովհետև Աստված
ուզում է որ դու պիտանի անոթ դառնաս։ Ու վկայություններից մեկը որ Քրիստոս քեզ հետ է քայլում, Աստված քեզ հետ է քայլում, հենց այդ ներքին մաքրության նշաններն է, որ Աստված ուզում է որ այդ կղկղանքը վերցվի մեջիցդ, հանվի մեջիցդ։ Հասկանալի է, չէ՞։ Երբ որ անոթի միջից դուրս է գալիս ներողություն, արծաթի միջից դուրս է գալիս այդ արտադրական թափոնը, ասում է ոսկերիչի համար մաքուր անոթ կելն է, ով է ոսկերիչը։ Աստված։ Մաքուր անոթը ով է։ Դու, ես։ Աստված ուզում է որ ես ու դու մաքուր անոթ լինենք իր ձեռքերի մեջ։ Պիտանի անոթ։ Ոչ թե սպառողներ լինենք, մենք Աստծուն գանք, որ մեզ համար լավ լինի, Աստված մեզի շատ օրհնի, մեզի շատ բաներ տա Աստված։ Սենց կեղծ հավատքի հետևորդներ չլինենք, այլ ինքնամաքրման ընթացքի մեջ լինենք։ Սուտ կա, կեղծիկ կա, չներել կա, հպարտություն կա, գոռոզամտություն կա, վիրավորանքներ կա մեջներս պահած, եւ այլն։ Սա կղկղանք է, որը որ մեզ վնասում են, եւ մենք պիտանի անոթ չենք լինում։ Մենք ներս մեզ հարց տանք, Աստված նույն ձևով մեզ օգտագործում է հիմա, ինչպես առաջ թե ոչ։ Կամ որքանով է մեզ պիտանի անոթ Աստծո թագավորության համար։ Օգտագործում է ինձ Աստված, թե ոչ։ Պատճառներից մեկը, որ կարա Աստված չօգտագործի մարդուն, դա ներքին կղկղանքն է։ Ճիշտ է գեղ բառ է, բայց երևի դրանից ավելի լավ բնորոշ բառ չկա, ինչ որ կա մեր ներսը։ Ինչ ասեմ, բանը, թերությունները, սխալմունքները, սայթակումները, այսպես նոր բառեր օգտագործեմ։ Չէ, բառարանը շատ լավ բառ է ասում, հումանիշ, ասում է արտաթորանք։ Արտաթորանք։ Այդ մեջից պետք է այդ դուրս գա։ Հասկացաք, չէ՞։ Այս ինչը խմի, ներսդ կմաքրվի։ Այս ինչը խառնի, այս խոտաբույսը, այս բաները, սաղ շլակներդ կմաքրի, ներսդ կմաքրի։ Բա այն հոգու կեղտերը ով է մաքրելու, ինչն է մաքրելու։ Չէ՞։ Դրա մասին մտածում ենք։ Աստված ուզում է որ ես եւ դու պիտանի անոթ լինենք իր փառքի համար։ Դրա համար ուզում է որ մենք ճանաչենք։ Եվ մյուս համարն ասում է վերցրու թագավորի արչև են ամբարիշտը եւ անոր աթոռը արդարությամբ կհաստատվի։ Այդ թագավորի որդիները մենք ենք։ Վաղ մյուս օր Աստծո խոսքն ասում է վաղը եկեղեցին թագավորելու է, չէ՞, հազարամյա թագավորության ժամանակ թագավորելու է։ Հիմա ասում է թագավորի արչևից ամբարիշտին վերցրու նրա աթոռը հաստատ կմնա։ Ամբարիշտ մարդկանց ներկայությունը մեր կյանքում կեղծ մարդկանց, սուտ մարդկանց ներկայությունը մեր կյանքում դա անհաստատության երաշխավորներից մեկն է։ Կյանքիդ սայթակելու, վաղը ընկնելու, անհաստատ մնալու պատճառներից մեկն է։ Հիշի խոսքս։ Սուրբ Գիրքն ասում է, չար ընկերակցությունը բարի վարքը ապականում է։ Երբ որ քո շրջապատում չար մարդիկ կան, կեղծավոր մարդիկ կան, խաբեբա մարդիկ կան, դու ընկերություն ես անում, շփվում ես հայոյող, անիծող, քֆուր քյաֆար կապող, խաղամոլ, շահամոլ, փողի հետևից վազող, փող պաշտող մարդկանց հետ ես տալիս առնում շփվում, քո կողքդ մարդիկ կան, հիշի, սրանք քո վաղը սայթակելու, ընկնելու պատճառ են դառնալու։ Համար մաքրի շրջապատդ։ Հեռու տար քեզանից։ Ավելավա մենակ լինես այս կյանքում, քան թե ամբարիշտերով շրջապատված։ Սուտ մարդկանցով, կեղծ մարդկանցով։ Դա համար Քրիստոսի հետ քայլողը, Աստծո հետ քայլողը նա զանազանում է, տեսնում է այդ կեղծավորներին։ Եվ ինչի շայրից ելնելով չի հավաքում իր շուրջը։ Հայաստանում եկեղեցիներ կան, որոնց անդամների 95%-ը, 99% անգամ ուրիշ եկեղեցիներից վիրավորված, նեղացած մարդկանց հավաքույթ է։ Ուրիշ եկեղեցիներից, իրանք նեղացել են, վատ բաներ են տեսել, նեղվել են, ճնշվել են ու հավաքվում են ուրիշ տեղ, այդպես։ Նեղացածների ակումբ, անունը եկեղեցի։ Այդպես։ Իրանց շատ լավ չեն վերաբերվել այնտեղ, իրանց տեղ չեն տվել այնտեղ, իրենց լավ չեն գնահատել։ Հովիվը վատնա հովիվը։ Ջղայնացել է հովիվը, վատ բաներ ա արել։ Այսինքն բոլոր նեղացածներով հավաքվում են այդտեղ, դա եկեղեցի է։ Այդ ամբարիշտերի հավաքույթը վաղը մյուս օր
անկման պատճառը դառնալու։ Երբ որ շայերի բախում լինի, դրա համար Աստված մաքրում է իր եկեղեցին, որպեսզի իր եկեղեցու աթոռը, լույսը հաստատուն լինի, Աստված մաքրում է իր եկեղեցին։ Աստված քո կյանքն է մաքրում։ Ամեն հեռացողի ետևից մի լացի թանկագինս, ինչքան էլ սիրտդ մխկտա, լացես, ափսոսես, էս անես, այն անես, մի լացի։ Որովհետև Աստված գիտի ինչն է քո վաղվա սայթակելու եւ գայթակվելու պատճառ լինելու։ Եվ Աստված հեռացնում է, կեղծնու, կեղծավորը։ Երրորդ եւ վերջին։ Վերջապես այն քո հոգևոր հասունության նշանն է։ Հոգևոր հասուն մարդը սուտն ու կեղծիկը, խաբեությունը նշмарում է։ Սա իր հոգևոր հասունության նշանն է։ Մարմնավոր հավատացյալը, շնչավոր հավատացյալը սա այս հատկությունը չունի։ Տեսեք ինչ է ասում Պողոս առաքյալը առաջին Կորինթացիս 2:14-16։ Պատրաստ եք։ Իսկ շնչավոր մարդը Աստծո օգու բաները չի ընդունում, վասնզի անոնք իրեն հիմարություն են եւ չի կրնար գիտնալ, վասնզի հոգևոր կերպով կքննվի։ Բայց նա, որ հոգևոր է, ամեն բան կքննե ու ինքը մեկեն չի քննվիր։ Քանզի ով գիցավ Տիրոջը միտքը եւ անոր խրատ տվող ըլլա։ Բայց մենք Քրիստոսի միտքը ունենք։ Ամեն։ Նա, որ Քրիստոսի հետ է քայլում, նա, որ Քրիստոսին ունի իր մեջ եւ շարունակ կենթանի հաղորդակցության ու հարաբերության մեջ է նրա հետ, նա ձեռք է բերում Քրիստոսի միտքը։ Իսկ Քրիստոսի միտքը կարողանում է քննել հոգևոր բաները, զանազանել հոգևոր բաները, զանազանել մաքուրը, զանազանել ճշմարիտը, զանազանել անկեղծը, կարողանում է զանազանել։ Շնչավոր մարդը, մարմնավոր, շնչավոր մարդը չունի զանազանության հոգին։ Նա չի կարողանում զանազանել կեղծը, ճշմարիտը, սուտը։ Նա չի կարողանում զանազանել։ Ով որ իրան քաղցր լավ խոսք ասեց, ինքը ասում է, ինքնավոր կա։ Իր շահերից խոսացին այդ մարդը դառնում է իր Աստվածը։ Բայց Քրիստոսի հետ քայլողը, Քրիստոսի միտքը ունեցողը, իր էգոն ինչքան ուզում են գովան, իր էգոն մեռած է, իր էգոն չի կարող արձագանք տա։ Մի հատ գնացեք, էլի մոտիկ տեղ գերեզման չկա, այսօր կակրած Կիրակի է, մեր հայրը սիրում են Կիրակի չգալ եկեղեցի գնալ գերեզմաններ։ Հիմա այս խորհուրդ եմ տալիս, մի հատ գնացեք գերեզմաններ, պատահած, այս առաջին պատահած գերեզմանի դիմացը կանգնեք, օրինակ գովասանքի խոսքեր ուղեք այդ մարդուն։ Տեսեք վրայի քարը շարժվում է։ Ասում ես Գարիկ եղբայրս ինչ ուժս կինոներ ես պատմում։ Իհարկե չի շարժվի։ Իսկ հլա փորձեք վատ բաներ ասեք, տեսեք կնեղանա քարը կգցի գլխիդ։ Իհարկե ոչ, մեռած է։ Այդպես երբ որ մարդ իր էգոյի համար չի ապրում, ոչ գովասանքներն են իր վրա ազդում, ոչ վիրավորանքներն են իր վրա ազդում։ Նա Քրիստոսի միտք ունի։ Նա չի հրապուրվում։ Նա չի գայթակղվում այդ փառքերով, փողով, պաշտոնով, դիրքով, աթոռով, երկրով, չի գայթակղվում։ Նա զանազանում է հոգևորը, զանազանում է ճշմարտությունը։ Սա վկայում է իր հոգևոր մակարդակի մասին, հոգևոր աստիճանի մասին։ Նա չի նեղվում, որ ինքը լիքը ծառայեց ու իրան ոչ մեկ գովասանքի խոսքեր չասեց։ Ոչ մեկ չծափարեց։ Նա գիտի ում համար է ծառայում։ Նա գիտի ումից է ապրես ակնկալում։ Նա չի գայթակղվում, որ ինքը մի ամիս չեկավ եկեղեցի, ոչ մեկ չեկավ իր հետևից։ Հա, թույլ են, տկար են, չարեցին, սխալ արեցին, ճիշտ ես։ Բայց դա պատճառ չի, որ դու նեղանաս, նեղվես, գայթակղվես։ Գիտեմ ում եմ հավատացել, առաքյալն ասում է։ Պողոսը Տիմոթեոսին ով ասնամակի մեջ ասում է, գիտեմ ում եմ հավատացել։ Ում ես հավատացել։ Մարդկանց խոսքերին, մարդկանց խոստումներին, չէ, Քրիստոսին։ Քրիստոսի միտքը ունեցողը ապրում է նրանով եւ չի կարող ստի ու կեղծիքի հետ համերաշխ լինել։ Ինչի պետք է համերաշխ լինի։ Նա ամբողջությամբ իրեն բավարարված է զգում Քրիստոսում։ Նա երջանիկ է Քրիստոսում եւ նա կարիք չունի ստի, կեղծիքի, կեղծավորի։ Քրիստոսն է իր ամեն ինչ ամեն բանում, օրհնյալ լինի նրա սուրբ ու պատվական անունը, հիմա ու միշտ ու հավիտյան դարերում։ Ամեն։ Աղոթքով ավարտենք պաշտամունքը։
Փառք պատիվ գոյություն քեզ ամենակալ Աստված մեր, երկրպագության ու փառքի արժանի մեր Տեր, շնորհակալ ենք քո Սուրբ Հոգու ներկայության համար, քո աստվածային հպումներիդ համար Տեր, մեր սրտերին, մեր շուրթերին, մեր ականջներին հպվելուդ համար, փառք ես Տեր, որ դու նորոգում ես մեր սիրտը, որ դու ուղղորդում ես մեզ Տեր, այս ստի ու կեղծիքով լի աշխարհի մեջ, չարությամբ լի աշխարհի մեջ ով Տեր Աստված, դու մեզ կարողություն տվեցիր ճշմարիտը ճանաչել, փառք ես Քրիստոս Հիսուս, որ դու ես ճշմարիտը, քեզ ճանաչելն ամենամեծ ձեռքբերումն է այս աշխարհում։ Գիտությունից առավել, մարդկային արդարությունից առավել, կյանքի նվաճումներից առավել, ամենամեծ նվաճումը քեզ ունենալն է, ճանաչել Քրիստոսի գերազանց գիտությունը։ Եվ ճշմարտապես առաքյալիդ պես դուր, որ ամեն մեկս կարողանանք գալ այդ գիտակցության ու ասել, եւ ամեն բան աղբ եմ համարում, միայն Քրիստոսը շահեմ։ Փառք ես Տեր, աղերսն է մեր այսօրվա մեր աղոտ խնդրանքն ով Տեր Աստված, նախ կղկղանքը այրիր, մաքրիր, մեր ներսից եւ մեր դրսից դուրս հանիր Տեր, հեռացրա մեր կյանքից, որ ավելի պիտանի անոթներ լինենք։ Քո փառքի համար երկնավոր Հայրս, մեզ անվտանգ բայրով Տեր, շնորհիր որ ճանաչենք սուտն ու կեղծիքը, կեղծավորն ու խաբեությունը, մոլորեցնողները Տեր Աստված, որոնք որ այդքան շատ են մեր շուրջը, ցավոք սրտի, շատ քրիստոնյաներ իրենց հոգևոր տկարության պատճառով ընկնում են այդ ծուղակները եւ չեն զանազանում։ Օրհնիր եւ օգնիր Տեր Աստված, ազանազանության հոգին շնորհիր մեզ եւ օգնիր որ մեր հոգևոր կյանքում աճենք Քրիստոսի միտքն ունենալով, որ հոգևոր բաները կարողանանք քննել եւ ինքներս ոչ մեկի կողմից չքննվենք, քանի որ դու ես ամեն բանում։ Օրհնյալ մեր Տեր, խաղաղությանդ մեջ բայրո առաջնորդիր քո ժողովրդին, իրենց բոլոր պետքերն ու կարիքները քո գայի առաջ են բերում Տեր, հոգևոր, առողջական, ֆիզիկական, նյութական, այցելիր ու ողորմիր Տեր քո հրաշագործ ձեռքով։ Դու գիտես ամեն մեկիս պետքն ու կարիքը Տեր քո ճոխության առաջ չափով, այցելիր ու ողորմիր Հայր։ Այս падգամը լսողները Տեր թող օրհնվեն քեզանով, ճանաչեն քեզ, հպվիր նրանց սրտին, ով որ ապաշխարած չի, ընդունի այսօր քեզ որպես իր կյանքի Տեր ու Փրկիչ ու գտնի հավիտենական երջանկությունը քո մեջ։ Կանչիր Հիսուսի անունը սիրելի եղբայրս եւ քույրս եւ պիտի փրկվես, որովհետեւ Տիրոջը հավատացողը կյանք ունի, հավիտենական կյանք։ Եվ այժմ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեզ հետ լինի։ Գնացեք Տիրոջ խաղաղությամբ։ Ամեն։